Ողջույններ, այսօր երկուշաբթի է, շատ կարևոր երկուշաբթի, որովհետև այսօր երկրի թիվ 1 դավաճանը ոչ լեգիտիմ ազգային ժողով է բերել իր նույնքան ոչ լեգիտիմ կառավարության ծրագիրը եւ հայտարարեց, որ 4-րդ հանրապետությունը համարում է կայացած, հայտարարեց, որ անկախության հռչակագրի վերաբերյալ հղումը սահմանադրությունից հեռացնելու է, գորգորած ընդդիմության վրա, ընդդիմությունը տվեց այսպես կոչված դժվար հարցերի շարք, դժվարը հարաբերական տեսություն է, իրենց է միայն վերաբերում, որովհետև դժվար կլիներ այն դեպքում, երբ ժողովրդին ոտքի հանած լինեին, փողոցները փակած լինեին եւ նման մթնոլորտում տեսնեինք ինչպես կփորձեր այդ դավաճանը փաստացի հաստատագրել ազգային ժողովի ամբիոնից մնացած Հայաստանի հանձնումը, որը քայլ առ քայլ իրականացնում է Տիգրանաշենից սկսած։ Այսպես կոչված դժվար հարցերից մեկը հետաքրքիր ձևով առաջացրեց Նարեկը Կարապետյան, իր կարծիքով դա շատ դժվար է, իր համար տարբեր մեկ այլ պատճառներով է դժվար, մեր համար այլ պատճառով է դժվար։ Նա հայտարարեց ազգային ժողովից, որ Տիգրանաշենցիներն են մեղավոր, որ ձայն չեն տվել իրենց ընդդիմությանը, եւ հիմա ազգային ժողովում ստիպված Նարեկ Կարապետյանը խոսում է Տիգրանաշեն հանձնել չհանձնելու մասին։ Խնդրեմ, դիտեք։ Սիրելի Տիգրանաշենցիներ, մենք այսօր քննարկում ենք ձեր տների հարցը։ Դուք այս ընտրություններուն քվեարկել եք, ավելի շատ ձայն եք տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քան ուժեղ Հայաստանին։ Այդ պատճառով այսօր մենք քննարկում ենք ձեր տների հարցը, ու այսօր ձեր տները վտանգ կա, որ հանձնվելու է Ադրբեջանին։ Մենք պայքարելու ենք դրա համար, բայց դուք էլ օգնեք մեզ, որ պաշտպանենք ձեր տները։ Ես նախորդին մեկ փոքրիկ տեսանյութ պատրաստել էի, որտեղ ներկայացնում էի ինչպիսի ռազմավարությամբ է ընդդիմությունը, իշխանությունից հետ չմնալով, ինչպես 2021 ընտրություններից հետո տեսանք, թիրախավորում ժողովրդին իր հանցակցությունը դավաճանների հետ կոծկելու, ծածկելու համար եւ որպես մշտական մեղադրյալ նշանակելու համար ժողովրդին։ Հիմա Տիգրանաշենցիների ջանին են կպել, այսպես ասած, Տիգրանաշենի ընտրատեղամասերի կազմակերպման պատմության մասին երևի գեր ուժեղ Հայաստանի գեր ուժեղ ընդունակ Նարեկը Կարապետյան, գեր դժվար հարցեր տվող տեղյակ չէ, որովհետև մոլդովական սցենարը նաև նշանակում է, որ նախընտրական ընթացքում Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի համաձայնությամբ, Թուրքիայի ուղղորդությամբ, Ադրբեջանի հետ ծածուկ բանակցությունների շնորհիվ այնպես է կազմակերպել ընտրատեղամասերը, որ առհասարակ Տիգրանաշենցին ձայն տա թե չտա, տարբերություն չի լինելու։ Այս մասին հետաքրքիր հենց տեղից ռեպորտաժ պատրաստել է թե իշխանություն ու մեդիամիջոցների եւ թե ընդդիմության մեդիամիջոցների կողմից թիրախավորված լրագրող Անի Գևորգյանը, ում անընդհատ փորձում էին հարվածներ հասցնել ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաև նրանց մեդիամիջոցներ եւ խնդրում եմ դիտեք նաև Անի Գևորգյանի պատրաստած ուրեմն տեսանյութը։ Ընտրությունը 240 ոչինչ դե մարդ չի ընտրել։ Էդի Սևակավան գյուղի հետ է։ Ընդեղ բնակություն ավելի շատ է քաղաք։ Մերը միացյալ է։ Հա, Տիգրանաշենը Սևակավանի թաղամաս։ Քանի ընտրող այստեղ, հա, քանի ընտրող, ներքևից եմ նկարում։ Ինչ երևի։ Քանի ընտրող ունեք այստեղ, 250 մոտ ունեք։ Ես է քաղաքի բանեմ, գրանցում ունեմ, չեմ ընտրում։ Բացում են այստեղ Տիգրանաշենը ընտրել է Փաշինյանը ամբողջ համացանցը։ Երևի ամբողջ երևի 15-20 հոգի մարդ է ընտրել, կեսը ստեղ են, կեսը ստեղ չեն, խոսքի կեսը ուրիշ գրանցում ունեն, կեսը չեն կարողացել գնալ։ Ներեցեք, բայց մի բան հարցնեմ, անկախ նրանից ով է ընտրել, Տիգրանաշենը միայն Տիգրանաշենի բնակչինն է։ Այսինքն ամբողջ Հայաստանինն է, ո՞ց է։ Միջպետական ճանապարհն է։ Պետական ճանապարհը բոլորին է, ամբողջ Հայաստանինն է։ Տիգրանաշենցին չի։ Իսկ որ ակտիվ են ասել, դա Պարուս Սևակի
Տիգրանաշենը թաղամաս է կոչվում, ոչ թե գյուղ Տիգրանաշեն, Սևակապարուր Սևակի 7-րդ թաղամաս է կոչվում մերը։ Անի Գևորգյանն այն եզակի լրագրողներից է, որ պարբերաբար բոլոր հողահանձնումների ժամանակ գտնվել է հենց տեղում, խոսել է հենց բնակիչների հետ եւ ահա այսպիսի հետաքրքիր ուրեմն նաեւ ինքը հոդվածով է կիսվել, Facebook-ում գրել է, ես այն անպայման հղումը կդնեմ մեկնաբանություններում։ Դուք զգում եք Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ԱԺ սերիալներ են գրել, ընդդիմությունն էլ կամա թե ակամա իր դերն ունի, արանքում ելույթով Տիգրանաշեն են փրկում, դե հեչ որ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո գիտեին ինչ է լինելու, վերջում կասեն Նիկոլն ու բնակիչները տվեցին։ Ոչինչ որ իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ անկլավ գոյություն չունի։ Ընտրություններից անմիջապես հետո ասել էի չէ, մարդկանց օխլոսի տեղ են դրել, մեկը հանձնելու է, մյուսը չի փրկելու, վերջում Փաշինյանն կասի չէիք ուզում հեղափոխություն անեք։ Ադրբեջանը հերթական անգամ կստանա այն, ինչ ուզում է։ Տավուշում սահմանազատման քողի ներքո տրվող տարածքների մասին էլ դեռ 2021-ին ասել էին Վահե Ղալումյանի բերանով։ Առաջինը Կիրանցում ծրագիրը իրականացրեցին, շուտով այլ հատվածների կանցնեն։ Վերին ոսկեպարի վերաբերյալ Կիրանցից առաջ էի ուղիղ հեռարձակում արել։ Մարտական եղբայրները ակցիա են անում, զգուշացնում, կենսական գիծ է։ Փաստորեն իշխանությունները ժամանակ ձգեցին, շարունակում են անկլավների, էքսկլավների սահմանազատման քողի ներքո։ Պատասխանատուն ամբողջ քաղաքական համակարգն է։ Էլի եմ կրկնում, պետք է քննել ոչ միայն հանձնողների, այլև փրկողների գործողությունները, ինչպես նաև անգործության մատնվածների։ Եթե պրոցեսներ խորհրդարանական ընդդիմությունը չի ուզում գեներացնել, ապա պետք է արտախորհրդարանական ուժերն անեն ակտիվ քաղաքացիական խմբերը։ Ինչպես նաև Անի Գևորգյանի տեսանյութի ներքո Տիգրանաշենի բնակիչներից վերցված հարցազրույցների մասին այնտեղ եւս մեկ այլ լրագրող գրել է Անի ջանապրես, այն օրը ես էլ էի իրենց հետ զրուցում, այսինքն Տիգրանաշենցիների, այդքան քննարկված 13/50 ընտրատեղամասը Պարույր Սևակ համայնքում է, այդտեղ են քվեարկել նաև Տիգրանաշենցիները։ 530 անձ է ընտրելու իրավունք ունեցել, մասնակցել է 349։ Մի քանի օր առաջ ինձ էլ Տիգրանաշենցիներն ասում էին, որ իրենց գյուղում եթե առանձին ընտրատեղամաս լիներ, ԿՊ-ն հաստատ կպարտվեր։ Քանիսն ինձ ասել են, որ հարցնում էին, ասում էինք, հա, ձեր ասածն է, Նիկոլ կընտրենք, բայց գնացել ենք, մենք մեր ապագան ենք ընտրել, թող ոչ ոք այս խեղճ մարդկանց չմեղադրի։ Շատ հետաքրքիր է, որ այս հենց տեղից կատարված ռեպորտաժները կոծկվում են, այսպես կոչված ընդդիմադիր մամլոմիջոցների mainstream դուրս չեն գալիս։ Ընդդիմությունն ինքը իր մանկլավիկների, ես նրանց բլոգեր անգամ չեմ կարող անվանել, որովհետև փողով աշխատող եւ ուղեցույց ստացող առայն թե ինչ պետք է ասվի, ինչ սկրինշոթներ պետք է դրվի մարդիկ, դրանք բլոգերներ չեն։ Դրանք մուտիլովչիկներ են։ Նիկոլը այդպես է լրագրող դարձել ու լրագրության մասնագիտությունը Հայաստանում պղծվել է նման չարչիների շնորհիվ տասովչիկներ, մուտիլովչիկներ եւ այլն։ Եվ կոծկվում է այն շատ կարևոր հանգամանքը, որ այդ բնակիչները նույնիսկ երևի ընտրելու իրավունք չեն ունեցել, այնպես է ուրեմն բաժանված եղել այդ ամենը։ Հիմա Նարեկ Կարապետյան, կրկնում եմ, սարսափելի կոմեդիայի եք վերածվել ձեր ողջ այսպես կոչված կուսակցությունով, որովհետև ուժեղ Հայաստանի դեմ միշտ էլ թույլ ժողովուրդն է մեղավոր, սցենարն եք աշխատեցնում։ Ուժեղ Հայաստանը միայն այդ ձևով կարող ենք մենք հիմա հետընտրական շրջանում բնութագրել։ Դուք այսօր ազգային ժողովում նստած քննարկում եք Տիգրանաշենի հանձնման խնդիրը, Չակերտներում քննարկում, որովհետև այնտեղ ես ոչ մի այսպես կոշտ եւ այլն պահվածք չտեսա, հայրենիքի հողերի պաշտպանությանը հարիր պահվածք ընդդիմության կողմից չտեսա, ես տեսա վախկոտների, ովքեր իրենց վախկոտությունը, չգիտես ինչու, որոշել են անվանել բարեկրթություն եւ նորմալ աշխատանքային հարաբերություններ։ Ամբիոնից խոսում էր թուրքը, թուրքի գործակալը, թուրքի գործակատարը, ադրբեջանցու հետ ապօրինի համաձայնությունների գնացած դավաճանը, այսինքն ձեր առջև կանգնած էր թուրքը։ Թուրքի հետ, ինչպես ասում էր գեներալ Սուվորովը, բանակցություններ չեն վարում։ Թուրքի հետ միայն
ազգային ուժի եւ ազգային մտածելակերպի գաղափարախոսության հենքից են խոսում, այնպես ինչպես խոսում էր Գարեգին Նժդեհը, ես չեմ կարծում դուք անցել եք Գարեգին Նժդեհին եւ ինքներդ ձեզ հարց տվեք նման պայմաններում Գարեգին Նժդեհը ինչպես կբնութագրեր ձեր փոխհարաբերությունը այսօրվա այդ եղկելի արարողության նկատմամբ։ Արդյոք նա այն կանվաներ բարեկիրթ եւ նորմալ աշխատանքային հարաբերությունների շրջանակում տարվող հողահանձնություն, թե պարզապես կանվաներ դավաճանություն եւ դավաճանին ճակատից կգյուլեր եւ կպարկացներ գետնին, ինչը մեզ ակնհայտ էր մինչեւ ձեր ընտրությունները։ Լավ լսեք Նարեկ Կարապետյան եւ Նարեկ Կարապետյանին իշխանության բերած հորեղբայր, քույր եղբայր, գրողուսև ցավ եղբայր, այնտեղ չգիտեմ, ինչքան մարդիկ ամբողջ Facebook-ում, նաեւ մարդիկ, ովքեր վերջին նյութերից տակ շատ հաճախ գրում են Աննա ջան մոռացի, այս ընդդիմությունը մեռածը, նրանք ոչինչ չեն կարող անել եւ այլն, կարող եք ինձ բացատրել այդ մեռածների համար ինչու եք նախընտրական քարոզարշավ անում եւ օգնում ամեն կերպ որպեսզի իրենք կոծկեին իմպիչմենտի գործընթացը, որի հետևանքով մենք կարող ենք այսօր այս իրավիճակում չգտնվել, որի շնորհիվ ավելի ճիշտ։ Տիգրանաշենցիների մասին, Տիգրանաշենի հանձնման մասին, Նարեկ Կարապետյան, մենք հիմա խոսում ենք ոչ թե որովհետև վերջին մի քանի տասնյակ մնացած Տիգրանաշենցիները հանդգնել են ձեզ ձայն չտալ, ինչը այդպես չէ, բայց անգամ եթե ձայնը տրված լինեին, դուք իրավունք չունեք քաղաքացու մասին, հայի մասին այդպես խոսել։ Ինչ որ քաղաքացու կողմից այլ ուժի տրված ձայնը հիմնավորում չէ ընդդիմության համար, ազգային օրակարգով մանդատ ստացած, որպեսի նա, այսպես ասած, մեղադրանքի մատեր տնկի ու ասի, այսինքն ձեր կյանքն էին դժվարացրել։ Առաջին հերթին դուք քաղաքական պատասխանատվություն պետք է կրեք, թե ինչու անգամ եթե Տիգրանաշենցիները ձայնը տվել են, որը կրկնում եմ այդպես չէ, դուք ոչինչ չեք արել, որ դա տեղի չունենա։ Եվ ինչու չեք մեղայականով հանդես գալիս բոլորիս առջև եւ ասում, որ Տիգրանաշենի հանձնման մասին այսօր ազգային ժողովում ստիպված եք խոսել, որովհետեւ 2025-ի ապրիլ-մայիսից ի վեր խոսվող իմպիչմենտի ժամանակ դուք ոչ թե իմպիչմենտի գործընթացը խթանող քաղաքական գործողություններ եք կատարել, դուք եւ ձեր բարերար հորեղբայրը, այլ ձեր միջոցները տրամադրել եք դավաճանի հետ ընտրությունների գնալու գործընթացին։ Տիգրանաշենի հանձնման մասին խոսում ենք, որտեղ դուք եւ ձեր հորեղբայրը նախընտրականի ժամանակ, երբ որ Եվրոմիություն, ԱՄՆ, Թուրքիա հստակ ասում են, որ մոլդովական սցենար է լինելու Հայաստանում, իմ նման վերլուծաբանների, նաև բազում լրագրողների բերաններ փակում են, երբ որ նրանք ձեզ ասում էին մոլդովական սցենարի բոլոր հետևանքների մասին, որի մեջ ապրում ենք հիմա։ Հիմա մենք մոլդովական սցենարի հետևանքների ժամանակաշրջանում ենք ապրում։ Հողերի հանձնումը, ժողովրդին մեղադրելով, եկեղեցու դեմ արշավանքները։ Դուք եւ ձեր հորեղբայրը փակում եք բոլոր մամլո միջոցների բերանները, ասում եք, որ դուք միայն հաղթելու եք, դուք հավատացել եք, որ դուք միայն պլան A ունեք, ոչ մի պլան B, ոչինչ չունեք, եւ վստահ եք, որ դուք հաղթելու եք։ Մենք հիմա խոսում ենք Տիգրանաշենի հանձնման մասին, իսկ դա Սյունիքի հանձնման մասին է, Սյունիքի հանձնմանը հաջորդելու է Գեղարքունիքի հանձնում, որին հաջորդելու է Հյուսիսային Հայաստանի հանձնում, արդեն մենք տեսնում ենք ԿՊԱ-ականներ, ովքեր ազգային ժողովում ներկայացնում են Լորին, Ալավերդին որպես վերացական տարածքներ, որին կհաջորդի արդեն Գյումրիի հանձնումը թուրքական կողմին, ես այդ չեմ չափազանցնում, մեր հայրենիքի հողերը ոչ միայն վաճառքի դրված են, այլև վաճառված են հիմա ուղղակի այն թատերական արարողությունն է, որտեղ ժողովրդին մեղադրելով հանձնելու են այդ բոլոր տարածքները մեկը մյուսի հետևից, իսկ դա դոմինոյի էֆեկտով է լինելու։ Տիգրանաշենի հանձնումից այսպիսով մենք խոսում ենք, որովհետև դուք եւ ձեր հորեղբայրը հունիսի 7-ի գիշերը, հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը որևէ կերպ մարտահրավեր չեք նետեր ստահակին, ով դեռ ընտրողների ձայների 10%-ը չհաշված դուրս է եկել եւ հայտարարել է, որ ինքն է հաղթողը, ինքը ձեզ բոլորից պատերազմ է հայտարարում եւ անելու է իր ծրագիրը, որը ինքը եթերով հնչեցրեց այդ գիշեր, որը հայագործան ծրագիր է, որը այսօր ազգային ժողովում նա արդեն ներկայացրեց որպես վերջնական կառավարության ծրագիր։ Ձեր հորեղբայրը խղճուկ ելույթ ունեցավ այդ գիշեր, ժողովուրդը
ամբողջապես սատարելով ձեզ, հավատալով ձեզ, կրկնում եմ, impeachment-ի գործընթացը պարտադրելու փոխարեն իրենց 5 տարի ձեզնից առաջ խափած ընդդիմությանը գնաց ձեր հորեղբոր հետևից, ձեզ վստահեց եւ սպասում էր, որ այդ գիշեր կոչ է լինելու, որ մարդիկ արդեն դուրս գան եւ տներ չգնան, որովհետեւ դուք էլ Հայաստան դաշինքի ղեկավարն էլ խոստացել են, որ ընտրակեղծիքների դեպքում, ձայներ գողանալու դեպքում դուք դուրս եք գալու եւ չգիտեմ, այնտեղ հեղափոխություն եք անելու, գլուխն եք ջարդելու, եսի ինչ եք անելու, եսի ինչ եք անելու, ոչինչ չարեցիք դուք այդ գիշեր եւ երբ այդ խայտարակ գործընթացից հետո սկսվեց մանդատների վերցնելու պրոպագանդան ընդդիմադիր ուժերի կողմից, զանազան զարմանազան Արեգաներ, Գոհար Ղումաշյաններ, կերպարների կողմից մարդկանց սկսեցիք անվանել էմոցիոնալ, ովքեր որ ասում են, որ մինչև մանդատների հասնելը պետք է նախ մենք հասկանանք, որքան ձայն է տրվել ում կողմ, որովհետև Երևանի ձայները հաշված չէին դեռևս։ Եվ Գագիկ Ծառուկյանի ձայների գողացումներ տեղի ունենում, այսինքն Գագիկ Ծառուկյանը չէր գնացել գործարքի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև ցույցի ժամանակ դուք եկել եք ելույթներ ունենալու խաղաղ, այսպես կոչված ցույց անելու, այսինքն հանձնվելու եւ լրացնում եք թե Անի Գևորգյանի պես լրագրողներին, ովքեր ասում են, որ դուք նախապես գործարքի եք գնացել Նիկոլենց հետ եւ Ծառուկյանի ձայները մեջ եք արել, անգամ չհաշվելով, կրկնում եմ, թե որոնք են վերջնական ընտրություն տված քաղաքացիների ձայների նախընտրանքները, ինչպիսին են ընտրակեղծիքները։ Ոչ դուք ոչ Հայաստան դաշինքը չեք պայքարել այդ ընտրակեղծիքների դեմ, իսկ ընտրակեղծիքները շատ են, դրանց մեջ հատկապես ընդգծված էր ինչպես էին սահմանամերձ գյուղերում, գոտիներում, տարբեր հատվածներում հսկայական գյուղերում հսկայական ընտրակեղծիքներ տեղի ունեցել, ընդհանուր մինչև գիշերը ժամը 11-ից հետո զորամասերից զինվորներ բերել եւ ընտրատուփեր լցնելը։ Դուք առհասարակ կռիվ չեք տվել, դրա համար մենք հիմա խոսում ենք Տիգրանաշենից։ Դուք ոչ մի կերպ չեք պայքարել, դուք նաև պայքարող քաղաքացիների ձայներն եք կտրել, այդ ԿՀ-ի առջև ցույցին մասնակցած, ովքեր իմ եթերներում զանգել եւ պատմել են կատարվածի մասին, դուք չեք պատրաստվել սահմանադրական դատարանի դեմ որևէ ցույցեր, ակցիաներ եւ այլներ կազմակերպել։ Հետո Տաշիր արենայում ձեր հորեղբայրը կապիկ շոու է կազմակերպել, այո, որովհետեւ դուք մեզ կապիկի տեղ եք դրել, բայց իրականում կապիկները դուք եք, որովհետեւ այդ արենայում բեմում կանգնած եք դուք ձեր ընտանիքով փակ դռների հետևում, խոսելով, որ այդ Տաշիր արենայում հավաքված առեղծված այն քանակի մարդկանց 60%-ը, որին ձեր հորեղբոր համար կարելի է իրենք պուպուշներն են ձեր հորեղբոր սրտի, իրենք կողմ են եղել, որ դուք մանդատ վերցնեք, իսկ դեռևս էմոցիոնալ վիճակում գտնվող 40% քխ Տաշիր արենա եկած ձեզ ձայն տվածներ, իրենք չեն ուզում, որ դուք մանդատ վերցնեք։ Մարդիկ այդ ժամանակ քննարկում են, ասում են, ճիշտ կլինի, որ գնան առաջին օրը մանդատները վերցնեն, ապա քաղաքական ճգնաժամ ստեղծեն, չգնան նիստերի ընդդիմադիրները եւ պայքարեն մեր իրավունքների համար։ Դուք դա էլ չեք կատարել, դուք հակառակը ինչ եկել չեք եկել, խելոք պուպսիկի պես, նստած, բարեկիրթ, իբրև թե նորմալ աշխատանքային հարաբերություններ ձևավորող օրակարգով, հանցակից եք դարձել մեր հայրենիքի հողահանձնմանը։ Դավաճանի հետ աշխատողը նույնքան դավաճան է։ Դուք այսօր էլ դավաճանություն եք գործում։ Տիգրանաշենցիների վրա ձեր մեղադրանքի մատը տնկելով, այդ մատը մցրեք ձեր համապատասխան տեղը, որովհետև դուք լինելով մեծ բարերար գրող ու սև ջհանդամարար, երբևէ այս 8 տարիների ընթացքում, որ մենք 8 տարուց ավել գիտենք, որ Տիգրանաշեն է հանձնվելու, դուք որևէ կերպ չեք աշխատել այնպես, որպեսզի Տիգրանաշենցիների վրայից այդ ծանր բերը իրենց տներից զրկվելու եւ այլն, ինչպես որ Կիրանցում էր, այնտեղ շնողում էր, տավուշում էր, լիքը տարբեր տեղեր։ Դուք ոչինչ չեք արել։ Դուք հանցակիցներ եք։ Դուք հիմա էլ ընտրություններով իբրև թե ինչ որ բան պետք է անեք, ոչինչ չեք արել։ Եվ շատ հետաքրքիր է, 3 անկախության հռչակագրի օրն էր, դուք որպես ընդդիմություն ոչ մի իրադարձություն, այսպես չեք կազմակերպել, ոչ մի միջոցառում։ Այսինքն դուք հակադարձող կետեր Նիկոլենց հետ չունեք եւ նա պատահական չէ որ սկսեց այսօրվա իր հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա ասելով որ անկախության հռչակագրին հղում սահմանադրությունից այլևս չի լինելու։
Այսպիսին է ընդհանուր պատկերը, ես շատ տեսնում եմ, որ մարդիկ այսպես Տիգրանաշենի մասին նոր են բացահայտում, չգիտես ինչու նոր են հասկանում կարևոր երկու հետևանքներ ճակատագրական ռազմավարական բնույթի, այն է, որ Տիգրանաշենի դիրքերում ադրբեջանցիները բնականաբար զորք են առաջ բերելու, որն ուղղակիորեն իր վերահսկողության տակ է դնելու ողջ Արարատյան դաշտը, ամբողջ այդ հատվածը իրենց վերահսկողության տակ է լինելու, թիրախավորելու, այդ ձևով հանձնվել է Արցախը եւ մնացած շրջանները, ինչպես նաեւ Հայաստանը կտրում է Սյունիքից։ Եվ մենք ունենք բավականին անպագորգոր ոտնձգություններ խոստացող Ալիև, որի տարբերություն ընդդիմության ու Նիկոլի իրականացնում է իր քայլերը, իսկ ընդդիմությունը եւ Նիկոլը կատարում են ոչինչ չանելու Ալիևի տված հրամանը։ Եվ իմ ուղղակի խնդրանքն է բոլոր այլ մասնագետների, ովքեր այս թեմայով խոսում են, պարոնայք եւ տիկնայք, երբ որ դուք պարզապես պատմում եք այդ ռազմավարական վտանգների սպառնալիքների մասին, որ Նիկոլը իրավունք չունի հանձնի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, որ դրանք անկլավներ չեն, քարտեզները, որ հղում է անում, դրանք հիմնավորում չեն հողահանձնության համար, որ այո, այս Տիգրանաշենցիների իրավունքները ոտնահարվում են եւ այլ եւ այլն։ Կներեք, դժվար է ներկայացնել ինչ եք դուք ակնկալում այդ ընդդիմությունից։ Ձեզնից ոմանք նրանց ցույցերին պաթոսա էմբանից անող ելույթներ են ունեցել։ Դուք այդպես ինչ որ տենց բլոգեր դեմքեր եք, ովքեր ինչ որ այսպես ռազմավարական խնդիրներից եք որոշել խոսել։ Ձեր ելույթներում լուծումը որտեղ է։ Նիկոլ հեռացնել հասկանալի է, որի մասին դուք էլ չեք խոսում։ Ու չեք ասում սրան հանենք։ Դուք ձևացնում եք, որ ժողովուրդը դեբիլ է, ժողովուրդն է մեղավոր, ինչ որ այլ առեղծվածային ճանապարհներով ժողովուրդը ինքը պետք է Նիկոլին հանի, եւ ձեր կրծքով պաշտպանած ընդդիմությունը այդ ժողովրդի ցասման հողի վրա, այսպես ժողովրդի գլխի վրայով քայլելով պետք է գա նստի ինչ որ իշխանության գլուխ։ Որևէ պատասխանատվություն ձեր խոսույթում ընդդիմությունը չի կրում։ Կառավարության ծրագիր, որ այսօր ներկայացնում է Նիկոլը, եւ ամբողջ շաբաթ այս թեման ուրեմն շրջանառվելու է ազգային ժողովում։ Այնքան դավաճանական է բնույթով, այնքան հակասում է մեր սահմանադրությանը եւ մեր անկախության հռչակագրին, որ այն պարտավորեցնում է ձեր կողմից պաշտպանվող ճակերտավոր ընդդիմադիրներին ուղղակի հսկայական բողոքի ցույցեր սկսել, այսինքն հարգելի բլոգերներ, սա ոչ այլ ինչ է կառավարության ծրագիրը, քան տրիգեր։ Հիմա ինձ բացատրեք բլոգերներ, այս տրիգերի ի՞նչն է պակաս, որ ձեր սրտի ընդդիմությունը ժողովրդին փողոց չի հանում այս լսումների ժամանակ, որովհետև կառավարության ծրագրի շուրջ քվեարկություն է լինելու։ Եվ եթե լինի մեծ փողոցային ճնշում այս քննարկման ժամանակ, քվեարկության ժամանակ, ապա ձեր խրոխտ ընդդիմադիր Նարեկ Կարապետյանը, ում ելույթները նախընտրականից առաջ, նախընտրականի ընթացքում, երբ որ որոշեց անվտանգությունից էլ խոսի, որովհետև միայն տնտեսության սոցիալական խնդիրներով ոչ մի ռեյտինգ չէր ապահովում, սկսեց խոսել անվտանգային խնդիրներից, ինքը հետո սկսեց տեսեք, Նիկոլի հետ չի կարելի խոսել, չէ՞ դեբատների ժամանակ, սա թուրք է, ադրբեջանցի է, սրա հետ չի կարելի խոսել։ Ինձ կարող եք բացատրել, ինչ է ինքը հիմա Նիկոլի հետ միասին Տիգրանաշենցիներին մեղադրում։ Մեկը խաբել է Տիգրանաշենցիների ընտրատեղամասը կազմակերպելով այնպես, որ նրանք ձայն տան թե չտան չի երևալու, մյուսը պաշտպանում է այդ ընտրակեղծարարության արարողությունը, ասելով, որ ընդամենը 50-60 հոգանոց գյուղի ժողովուրդը մեղավոր է 259 ձայն կողմ է տվել իբրև թե Նիկոլին։ 8 տարի ինչով էր զբաղված ձեր Նարեկ Կարապետյանը։ Իրենք ասում էին, որ իրենք հիմա մանդատը կվերցնեն եւ ավելի շատ են թվով եւ կճնշեն ԿՊԱ-ականներին։ Ժողովրդի ցասումը փողոցում գումարած իրենք ներսում կառավարության ծրագիր քննարկելիս հավասար է ուժեղ Հայաստանի կողմից իր իսկ նախընտրական խոստման իրականացում ընդամենը 8 ԿՊԱ-ական падգամավոր այս կողմ բերելով կազմակերպել այդ ցույցը այնպես, որ մենք հսկայական ճնշում իրագործենք այդ բոլորի վրա, գոնե 8 հոգի այս կողմ գա եւ այս կառավարության ծրագրի քվեարկությունը ազգային ժողովում չանցնի եւ ամբողջապես տապալվի։ Եվ ոչինչ չհանձնվի։ Դժվար է այս մասին խոսելը։ Ինչպես եք առաջարկում Նիկոլին հեռացնել։ Ինչ որ X կետի ժողովուրդը ոտքի է կանգնելու ինչ որ բան անի, X կետում ոչինչ տեղի չի ունենում, կազմակերպված է ամեն ինչ լինում։ Բոլորը միասին, ինչ եք պաշտպանում այս ընդդիմությանը։ Ինչ եք արդարացնում իրենց հանցավոր անգործությունը։ Արդեն 6-րդ տարին է։
Դավաճանի հետ ինչի են գնում ընտրության, դրան գումար ունեն, բանալը փողոց լցնելու իմպիչմենտ անելու կամ հիմա փողոց լցնելու եւ կառավարության ծրագիր չհաստատելու միջոց չունեն։ Այս հարցերը ինչու չեք տալիս։ Նարեկ Կարապետյան, Տիգրանաշենցին չի ձայնը տվել հոգուտ ԿՊ-ի։ Ձեր հորեղբայրը դուք Ռոբերտ Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի մանկլավիկները եւ դաշնակցականներն են ԿՊ-ին հոգուտ ձայն տվել, որովհետեւ համաձայնվել են Դավաճանի հետ գնալ ընտրությունների իմպիչմենտ անելու փոխարեն, ընդունել են նրա կողմից ընտրակեղծարարությունն ու իշխանազավթումը հունիսի 7-ի գիշերը, ընդունել են ոչ լեգիտիմ վարչապետ, ոչ լեգիտիմ ԿՊ-ական մեծամասնությամբ պատգամավորներով ազգային ժողովում եւ առանց ամբողջ ընտրակեղծարարության աստառը բացահայտելու եւ ըստ այդմ պայքարելու համաձայնվել համակերպվել են այդ ոչ լեգիտիմների հետ նույնքան ոչ լեգիտիմ կարգավիճակով նստել ազգային ժողովում, որը օրհնված չէ հայոց պատմության մեջ առաջին անգամ, օրհնված չէ կաթողիկոսի կողմից։ Եվ այսօր նաեւ քննարկվում էր եկեղեցու դեմ արշավի բոլոր պարամետրերը։ Խնդրում եմ ինձ բացատրեք, ինչու ամեն ապուշություն դուք պատրաստ եք կիսվել, տարածել, միայն բողոքել, միայն ինչ-որ ստատուս գրել, բայց դուք չեք պահանջում այն մարդկանցից, ում ընդամենը 2 ամիս առաջ ներկայացնում եք որպես ամենապայքարիստ, եսիմինչիստ, ինչու չեք պահանջում այն, ինչ նրանք են իրենց բերանով ասել, որ անելու են։ Եվ ուրեմն որն է իմաստը։ Abstract ինչ-որ տիեզերքին եք ուղարկում ձեր զապրոսը, ուր եք ուղարկում ձեր զապրոսը։ Ու ինձ մի գրեք, խեղճ ընդդիմությունն ինչ անի, որ Տիգրանաշենցին իր ձայնը տվել է, ինչ է խեղճ ընդդիմությունը։ Հենց հիմա թող գնա Տիգրանաշեն, կազմակերպի բողոքի պայքար եւ ցույց, ոչ իրանցի պես տապալված, իրական։ Այսինքն որևէ հատված, որտեղ քաղաքացին ձայնը տվել է ԿՊ-ին, պետք է հանձնվի թուրքերին։ Դուք ինչ իրավունք ունեք նման բան ասել, ձեր ու Նիկոլի միջև տարբերությունը նման բան ասողների ո՞րն է։ Որ արդարացնեք խեղճ ընդդիմության թեզը, որ ընդդիմությունը խեղճ է, չեմ կարծում միլիարդատերերը խեղճ են լինում։ Խեղճը դուք եք, որ դուք միլիարդատերերի հետևից եք միշտ գնում։ Որ ձեր համար այդ միլիարդը ավելի շատ բան է ասում, այլ բանալն է ձեզ քաղ տեխնոլոգիա բացատրող մարդը։ Պարզ կարելի է ուղղակի փողոց անել շատ փոքր գումարով, լիքը ժողովուրդ։ Լուրջ դե հնարավոր չի։ Կարող է ձերից ինչ-որ բիզնես վերցնեն, թող վերցնեն, ասել է ես պատրաստ եմ զոհաբերության։ Որտեղ այդ զոհաբերությունը ես կարամ տեսնեմ։ Ես տեսնում եմ Նարեկ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հետ միասին ազգային ժողովում զոհաբերում է Տիգրանաշենցիներին։ Հետո կզոհաբերեն մնացած Հայաստանը, ինչպես որ Հայաստան դաշինքը զոհաբերեց Արցախը։ Դուք շարունակեք լռել, մի խեղճել դուք եք։